Reopen-ի եթերում Renews-ի գլխավոր թողարկումն է օրն ամփոփելու ենք միասին, բարի երեկո սիրելի հայրենակիցներ, այն ինչ ուզում ենք ձեզ պատմել նախ մի քանի տողով։ Փաշինյանն ու Ռոմանոս Պետրոսյանը խոսել են հեծի ճակատագրից, երկու տարբերակ կա։ Տերևներ վառելը ավելի վտանգավոր է Երևանի օդի համար, քան շինարարական փոշին, ինչու է մայրաքաղաքը թանձր ծխի մեջ։ Ինչպես ազատվել քաղաքը խեղդող խցանումներից, կօգնի հանձնաժողովի ձևավորումը։ Բացահայտվել է համակարգչային խարդախություններով զբաղվող հանցավոր խումբ, ինչպես պաշտպանվել։ Եվ ռուս-ուկրաինական պատերազմի վճռորոշ շաբաթը, առաջիկա օրերին Զելենսկին հնարավոր է մեկնի Վաշինգտոն։ Եվ այսպես նախ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում քիչ առաջ ավարտված եպիսկոպոսատ ժողովի մասին։ Մի քանի սրբազան արդեն դուրս են եկել ժողովից, սակայն հրաժարվել են պատասխանել լրագրողների հարցերին։ Առաջինը դուրս է եկել արտակեպիսկոպոսը, որը լուր հեռացել է, չարձագանքելով լրագրողների հարցերին։ Այնուհետև Մայրաթորի բակ է դուրս եկել Դանիել Սրբազանը, որը եւս խուսափել է պատասխանել լրագրողների հարցերին, միայն նշել է, որ ասելիք չունի, Աստծուն է հավատում եւ աղոթում է հայ ազգի եկեղեցու խաղաղության համար ու միայն այսքան։ Հավանաբար վաղը որոշակի մանրամասներ արդեն հայտնի կլինեն եպիսկոպոսած այս ժողովից ու կկարողանանք դրանք արդեն ձեզ ներկայացնել, իսկ այժմ անցնենք առաջ հեծի ժամանակավոր կառավարիչն ու վարչապետ Փաշինյանն այսօր երկու տարբերակ են քննարկել, թե ինչ ճակատագիր է ունենալու օրերս լիցենզիայից զրկված հեծը։ Առաջին տարբերակը հետևյալն է՝ հեծը ամբողջությամբ դարձնել պետական սեփականություն, որից հետո հրավիրել ոլորտի պրոֆեսիոնալ կառավարիչ։ Երկրորդ տարբերակը նոր ներդրող գտնելն է։ Սա կկիրառվի այն դեպքում, եթե հնարավոր չլինի առաջինը, Փաշինյանն ասել է, ինքն առաջին տարբերակին է կողմնակից։ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է նաև իր պնդմամբ այն խախտումները, որոնք կատարվել են հեծում նախկին ղեկավարների ժամանակ։ Օրվա երկրորդ կեսին հեծ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը արձագանքել է, թե ինչ է ասել, կլսեք ռեպորտաժում։ Հեծին լիցենզիայից զրկելուց օրերան ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը վարչապետին ներկայացնում է կառույցում տիրող իրավիճակը։ Հեծում իշխանության ներկայացուցչի պնդմամբ ջնջվել է կառույցի նախորդ 6 տարվա տվյալների բազան։ Նա այս ամենը լուրջ խնդիր է համարում եւ նշում, որ այն հեծին լիցենզիայից զրկելու հիմնական 6 պատճառներից մեկն է։ 2025 թվականի ընթացիկ տարվա հունվար ամսվա առաջին օրերին նկատել են հեծում պատասխանատուները, որ տարեսկզբի տվյալները չեն արխիվացվում։ Եվ հեծը ինքը ներքին ստորաբաժանում չուներ նման ծավալի շուրջ 700,000 սպառողների հաշվիչների հավաքված համակարգի մասին է խոսք հասարակություն ունեցող սպասարկելու եւ այդ համակարգի սպասարկումն իրականացվում էր արտաքին միջամտության շնորհիվ, այդ թվում եւ ռուսաստանյան որոշ ընկերությունների, որոնք կամ ուղղակիորեն մաս են կազմում Դաշինի ընկերությունների խմբին կամ արտապատվիրակված են այդ ծառայությունները ռուսական ընկերությունների։ ՖԻՊ փաստերի ստուգման հարթակը ավելի վաղ անդրադարձել էր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի նոյեմբերի 20-ի մի հայտարարության, որով նա նշում էր, թե 2018 թվականից մինչև 2024 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսն ընկած ինֆորմացիան ջնջվել է եւ այն այս պահի դրությամբ դեռ վերականգնված չէ եւ նույնիսկ հնարավոր չէ վերականգնել։ Լրագրողը ներկայացրել է իր բաժանորդային համարն ու անձնագիրը եւ հեծում հաշված րոպեների ընթացքում ներկայացրել են 2019 թվականից 2025 թվականի նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում նրա ամսական ծախսերի գրաֆիկը։ Մի քանի էջանոց այս աղյուսակում բաժանորդը կարող է տեսնել իր սպառած էլեկտրաէներգիայի քանակի, սակագնի, ինչպես նաեւ տուժ-տուգանքի վերաբերյալ տվյալներ։ Բացի այդ կարող է տեսնել, թե ամսվա սկզբին ու վերջին որքան է կազմել հաշվիչի ցուցմունքը։ Փաստացի բաժանորդը իր տվյալներին հասանելիություն կարողացել է ունենալ եւ դրանք ամենևին էլ չեն չքացել, ինչպես հարցազրույցում պնդել էր Պաշտոնյան։ Խնդիր եղել է ըստ Նարեկ Կարապետյանի, սակայն իր հեծ գնալուց հետո այն լուծվել է։ Այս մասին օրեր առաջ գրել էր նաև հեծի վերահսկողության կոմիտեն։ Էլեկտրաէներգիայի հաշվառման եւ հսկման համակարգի ամենամսյա տեղեկատվական բազաները պահպանված են եւ վերահսկելի։ Ցանկանում ենք եւս մեկ անգամ ընդգծել, որ տվյալների անվտանգությունը մշտապես եղել է հեծի աշխատանքի առանցքային ուղղություններից։ Շրջանառվող տեղեկատվությունը հասարակությանը հերթական անգամ մոլորեցնելու խնդիր է հետապնդում։ Պետրոսյանը վարչապետի մոտ այլ տվյալներ էլ է ներկայացնում, ասում է, թե հեծի կառավարիչները եւ տնօրենների խորհուրդը 9 տարվա մեջ շուրջ 691 միլիոն դոլարի երաշխավորություններ են տվել Տաշիրին փոխկապակցված մի քանի տասնյակ ընկերություններին։ Պետրոսյանը նաեւ հավելում է, պետական եւ համայնքային ընկերությունները շատ մեծ թիվ էին կազմում, որոնց վրա հավելագրումներ էին արվում։ Այդ փաստով ըստ Պետրոսյանի վերջին օրերին կալանավորում տեղի ունեցավ։ Վիճակագրությունը վկայակոչեմ, պաշտոնական վիճակագրությունը։ Օգոստոս
սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին համեմատած անցյալ տարվա նույն ամիսների հետ, որովհետեւ այս ոլորտում ճիշտ է նախորդ տարվա նույն ամիսների հետ համատականը, ոչ թե նախորդ ամիսների, ուրեմն հոսանքազրկումների միջին տևողությունը նվազել է 27%-ով, դա գրեթե 1/3, 1/4 չափն է։ Իսկ քանակը, ինտենսիվությունը նվազել է 18%-ով։ Դա խոսում է նրա մասին, որ հերթապահ խմբերը, տեսուչները, մանցորները, բոլոր մասնագետները իրեն գիտեն, որ վերադասության կարգով մինչև առաջնային ուղիղ կոնտակտ ունի մեր քաղաքացու հետ, մենք հետևողականորեն յուրաքանչյուր անջատման փաստի հետևից գնում ենք։ Նարեկ Կարապետյանը այս ամենը վարկաբեկություն է համարում։ Երեկոյան սկսել է կետ-առ-կետ անդրադառնալ Փաշինյանի ու Պետրոսյանի խոսակցությանը։ Նա նշել է, որ վերջին տարիներին Սամվել Կարապետյանի անձնական բյուջեից 11 միլիարդ դրամ է հատկացվել հեծի աշխատավարձների բյուջեին։ Հարգելի հայրենակիցներ, հեծում աշխատավարձը որոշում է հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը, որը արգելում է ավելի բարձր աշխատավարձ վճարել։ Նույն բեցում նույն աշխատավարձն է, եթե դուք այդպիսի լավ տրամադրվածություն ունեք մարդկանց հանդեպ, որ ուզում եք աշխատավարձ բարձրացրեք, բեցում ինչու աշխատավարձը նույն չափ, ինչքան հեծում, որտեվ նույն հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովն է որոշում։ Հեծի հետագա կառավարման վերաբերյալ էլ քննարկում եղավ զրույցի ընթացքում։ Երկու տարբերակ կա՝ հեծն ամբողջությամբ դարձնել պետական կամ նոր ներդրող գտնել։ Փաշինյանը սակայն հավելում է, ինքն առաջին տարբերակին է կողմնակից։ Սիմոն Հովանիսյան, Reopen Media։ Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 27-ին Բիշկեքում անցկացվելիք ՀԱՊԿ գագաթնաժողովին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ըստ նրա մեր երկրի ներկայացուցիչները հանդիպման ժամանակ համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը դեմ չեն։ Այդ որոշումների մեջ լինելու է նաև կազմակերպության նախագահությունը Ռուսաստանին փոխանցելը, որն ուժի մեջ կմտնի 2026-ի հունվարի 1-ից։ Իսկ ռուս-ուկրաինական ճակատում ընթանում է վճռորոշ շաբաթը, ինչպես այն բնորոշել է Զելենսկին, դեռևս պաշտոնապես հայտնի չէ, թե ինչ 28 կետանոց փաստաթուղթ է առաջարկել Թրամփը պատերազմի դադարեցման համար, բայց ամենայն հավանականությամբ դա հենց այն 28 կետերն են, որոնք նախորդ շաբաթավերջին հայտնվեցին արդեն միջազգային հայտնի լրատվամիջոցներում։ Հենց այս շաբաթ Զելենսկին հնարավոր է մեկնի Վաշինգտոն, այդ մասին Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղարն է այսօր ասել։ Մինչև մեկնել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին խոստացել է, որ կանի ամեն ինչ, որպեսզի պատերազմի ավարտը չդառնա Ուկրաինայի ավարտը։ Ռուս-ուկրաինական հակամարտությունը թևակողել է ռազմական գործողությունների կտրուկ սրման եւ միաժամանակ դիվանագիտական վճռորոշ զարգացումների նոր փուլ, որը բնութագրվում է կողմերի միջև զանգվածային փոխհրթիռակոծությամբ եւ կուլիսային ակտիվ բանակցություններով։ Օրը սկսվեց Կիևի եւ հարակից շրջանների ուղղությամբ հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի մասշտաբային գրոհով։ Ուկրաինայի նախագահ Զելենսկիի փոխանցմամբ Ռուսաստանն արձակել է 22 հրթիռ եւ շուրջ 460 դրոն, ինչի հետևանքով Կիևում զոհվել է առնվազն 6 մարդ, վնասվել են բազմաթիվ բնակելի շենքեր եւ քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Մայրաքաղաքի 7 թաղամասերում առաջացնելով ջեռուցման խափանումներ։ Ծանր հարվածներ են հասցվել նաեւ Օդեսայի մարզին, որտեղ թիրախավորվել են էներգետիկ եւ նավահանգստային օբյեկտները։ Պայթյուններ են որոտացել Խարկովում։ Լարվածության ֆոնին Տակտար մամուլի քարտուղարը բարձր է գնահատել Ժնևում բանակցությունները։ Շատ արդյունավետ քննարկումներ են տեղի ունեցել նախագահի ազգային անվտանգության թիմի եւ ուկրաինական պատվիրակության միջև։ Իրականում 3 քարտուղար Ռուբիոն եւ հատուկ բանագնաց Ուիտքոֆը Ժնևում էին եւ նրանք կարողացան մանրակրկիտ անցնել Միացյալ Նահանգների առաջարկած 28 կետից բաղկացած խաղաղության ծրագրի վրայով, որում հաշվի են առնվել թե ռուսական, թե ուկրաինական կողմերի մոտեցումները, եւ նրանք իսկապես կարողացան հստակեցնել կետերը։ Ռուսաստանը եւս անմասն չի մնացել արձակումներից։ Պաշտպանության նախարարությունը հայտնել է երեկոյան եւ վաղ առավոտյան ուկրաինական 249 դրոնների ворցման եւ ոչնչացման մասին։ Լարվածությունը դուրս է եկել բուն հակամարտության գոտուց, հասնելով ՆԱՏՕ-ի սահմաններին։ Ռումինիան ստիպված է եղել օդ բարձրացնել կործանիչներ իր օդային տարածքը խախտած անօդաչու սարքերին հետևելու եւ անհրաժեշտության դեպքում վնասազերծելու համար, ինչը վկայում է հակամարտության աշխարհագրության վտանգավոր ընդլայնման մասին։ Ռազմական էսկալացիայի ֆոնին Աբու Դաբիում կայացել է Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի գաղտնի բանակցությունները խաղաղության ծրագիրը վերանայելու օրակարգով։ Սպիտակ տունը հայտնել է, որ քննարկումներն արդյունավետ են եղել եւ մնացել է մի քանի չհամաձայնեցված կետեր։ Միաժամանակ Վաշինգտոնը զգուշացրել է, որ Ուկրաինային մատակարարվող զենքն անսպառ չէ։
Գիտեք, նախագահ Թրամփը դադարեցրել է այս պատերազմի ֆինանսավորումը, սակայն Միացյալ Նահանգները դեռևս մեծ քանակությամբ զենք է ուղարկում կամ վաճառում ՆԱՏՕ-ին։ Մենք չենք կարող դա անվերջ անել։ Նախագահը ցանկանում է, որ այս պատերազմն ավարտվի։ Նա խաղաղ ժամանակների նախագահ է։ Նա հենց դրան է ձգտում։ Դիվանագիտական այս եռուզեռի ամենապատկերում հակամարտող կողմերը հստակեցնում են իրենց դիրքորոշումները։ Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ռուստամ Ումերովը հայտարարել է, որ նախագահ Զելենսկին առաջիկա օրերին կարող է այցելել Վաշինգտոն նախագահ Թրամփի հետ գործարքը վերջնական տեսքի բերելու նպատակով։ Մինչդեռ Մոսկվայից հնչող ազդակները վկայում են նախապես ձեռք բերված որոշակի պայմանավորվածությունների մասին։ Թրամփի ծրագրի առանցքային դրույթները հիմնված են այս տարվա օգոստոսին Անկորիջում ռուս-ամերիկյան գագաթնաժողովի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։ Այդ սկզբունքները մեծապես արտացոլված են ծրագրում, ինչը մենք ողջունել ենք։ Այս բազմակողմ դիվանագիտական ջանքերին զուգահեռ ռազմի դաշտում իրավիճակը մնում է ծանր Ուկրաինայի համար։ Ռուսական զորքերը շարունակում են ճնշումը ռազմավարական նշանակություն ունեցող Պոկրովսկ քաղաքի ուղղությամբ, որտեղ ըստ վերջին տվյալների գրավել են նոր թաղամասեր, իսկ ուկրաինական հրամանատարությունը խոստովանում է կենթանի ուժի պակասի խնդիրը, որին բախվում է ռուսական փոքր, բայց համառ առաջխաղացումները կասեցնելու գործում։ Դավիթ Գենջոյան, Open Media։ Բայց միայն ռուս-ուկրաինական ճակատում չէ, որ թեժ է։ Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում եւս լարված է, շարունակվում է ԱՄՆ-Վենեսուելա հակամարտությունը։ Իսրայելն էլ Բեյրութում ոչնչացրել է Հեզբոլլահի բարձրաստիճան հրամանատարին վտանգի տակ դնելով գործող հրադադարը եւ անել Հռոմի Պապի այցից առաջ։ Սուդանում եւ Նիգերիայում էլ մարդասիրական ճգնաժամ է։ Միջազգային լրահոսի ամենակարևոր նորությունները մեկ տեսաշարով։ Դոնալդ Թրամփի վարչակազմը կտրուկ սաստկացրել է ճնշումը Վենեսուելայի նկատմամբ։ Իշխանությունների հետ կապվող Կարտել դե լոս Սոլեսը ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն եւ Կարիբյան ավազանում, այդ թվում Պուերտո Ռիկոյում կուտակելով աննախադեպ ռազմական ուժեր։ Վաշինգտոնը վերականգնում է տարածաշրջանի ռազմավարական ենթակառուցվածքները, նախապատրաստելով Վենեսուելայի դեմ հնարավոր նոր գործողությունների, պաշտոնապես հիմնավորելով թմրամիջոցների դեմ պայքարով։ Ի պատասխան նախագահ Մադուրոն հերքել է բոլոր մեղադրանքները Միացյալ Նահանգների քաղաքականությունը որակելով որպես նավթային պաշարներին տիրանալու նպատակով իշխանափոխության փորձ։ Իսրայելը Բեյրութի բնակելի թաղամասին հասցված հարվածով սպանել է Հեզբոլլահի ռազմական ղեկավար Հայսամ Ալի Տաբտաբային, խլելով եւս 5 մարդու կյանք եւ խափանման վտանգի տակ դնելով Միացյալ Նահանգների միջնորդությամբ գործող մեկամյա հրադադարը։ Մինչ Իսրայելը գործողությունը հիմնավորում է խմբավորման վերազինումը կանխելու անհրաժեշտությամբ, իսկ Հեզբոլլահը սպառնում է պատասխան քայլերով։ ՄԱԿ-ն ու Լիբանանի նախագահը կոչ են անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել Հռոմի Պապի սպասվող այցին ընդառաջ։ Չնայած Բեյրութում տեղի ունեցած բազմամարդ ուղարկավորությանն ու լարվածությանը Իսրայելի հյուսիսային սահմանի բնակիչները իրավիճակը գնահատում են հարաբերականորեն հանգիստ եւ պահպանում զգուշավոր լավատեսություն։ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հովանավորությամբ գործող Գազայի հումանիտար հիմնադրամը հայտարարել է առաքելության ավարտի մասին։ Օգնության բաշխման կետերին հասնելու ճանապարհին հարյուրավոր պաղեստինցիների մահվան դեպքերի պատճառով առաջացած քննադատությունների ալիքի եւ հոկտեմբերյան հրադադարից հետո գործողությունների կասեցման ֆոնին։ Կազմակերպությունը, որը շրջանցում էր ՄԱԿ-ի ավանդական մեխանիզմները, նշել է, որ իր կիրառած մոդելը կընդլայնի Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրի շրջանակում ձևավորվող բազմազգ կենտրոնը։ Համասը ողջունել է փակումը, պահանջելով պատասխանատվության ենթարկել կազմակերպիչներին, իսկ ՄԱԿ-ը հստակեցրել է, որ երբեք չի համագործակցել այդ կառույցի հետ։ Սուդանում 2023 թվականից ընթացող քաղաքացիական պատերազմի պատճառով ծանրագույն հումանիտար եւ կրթական ճգնաժամ է, ինչի հետևանքով միլիոնավոր երեխաներ զրկվել են կրթությունից, իսկ մայրաքաղաք Խարթումում միայն օրերս է մեկնարկել ավերված բուհերի վերականգնման աշխատանքը։ Չնայած Միացյալ Նահանգների եւ Սաուդյան Արաբիայի ճնշման ներքո արագ արձագանքման ուժերի կողմից երամսյա հումանիտար զինադադարի հայտարարմանը, երկրի կանոնավոր բանակը մերժել է խաղաղության քառակողմ առաջարկը։ Բանակի հրամանատարությունը իր դիրքորոշումը հիմնավորել է միջնորդների շարքում արաբական Միացյալ Էմիրությունների ներգրավվածությամբ, որին մեղադրում է արագ արձագանքման ուժերին զինելու մեջ, ինչպես նաև մտավախությամբ, որ հրադադարը կամրապնդի ապստամբների վերահսկողությունը գրավյալ տարածքների նկատմամբ։ Նիգերիայի Նիգեր նահանգի կաթոլիկ դպրոցներից մեկում զինյալները իրականացրել են հերթական զանգվածային առևանգումը, պատանդ վերցնելով 303 աշակերտի եւ 12 աշխատակցի, ինչը խորացրել է երկրի հյուսիս-արևմտյան շրջաններում տիրող անվտանգային ճգնաժամը։ Չնայած առանձին երեխաների փախուստի մասին տեղեկություններին, ծնողները եւ ուսուցիչները շարունակում են մնալ անորոշության մեջ, քանի որ պաշտոնական աղբյուրները դեռևս չեն հաստատել պատանդների վերադարձը։ Այս միջադեպը համալրում է վերջին տարիներին ողբերգական վիճակագրությունը, որտեղ զինված ավազակախմբերն ու ծայրահեղական խմբավոր
դրսևորումները պարբերաբար թիրախավորում են ուսումնական հաստատությունները փրկագին կորզելու նպատակով։ Ականատեսների վկայությունները փաստում են հարձակման դաժանության մասին։ Տեղի համայնքը պահանջում է հրատապ քայլեր ձեռնարկել, կանխելու պարբերական դարձած այս հանցագործությունները։ Դավիթ Գենջոյան, Open Media։ Լավ, վերադառնանք մեր խնդիրներին, քրեական ոստիկանությունը բացահայտել ու կասեցրել է հանցավոր զանգերի կենտրոնի գործունեություն։ Սա այս տարվա ընթացքում արդեն 4-րդ բացահայտումն է։ Խումբը զբաղվել է այլ երկրներում գումարային շորթումներով, եղել մեծ ցանցի մի մասը։ Իրավապահները նշում են, որ այլ երկրներում էլ գործում են էլի նմանատիպ խմբեր, որոնք կիբերխաբեություններով են զբաղված Հայաստանի քաղաքացիների շրջանում։ Մի խոսքով, ինչպես է աշխատում այս համակարգը, փորձել է պարզել իմ գործընկեր Մերի Դանիելյանը։ Կասեցվել է այս տարվա ընթացքում արդեն 4-րդ ենթադրյալ հանցավոր զանգերի կենտրոնի գործունեությունը։ Ներքին գործերի նախարարությունից են հայտնում։ Ոստիկանության եւ քննչական կոմիտեի ծառայողները զանգերի կենտրոնում խուզարկությունը նոյեմբերի 20-ին են իրականացրել։ Մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ Արաբկիր վարչական շրջանում վարձակալել էին կոմերցիոն նշանակության տարածք եւ այդ տարածքում տեղակայել էին զանգերի կենտրոնների համար նախատեսված համակարգչային տեխնիկան։ Հետագայում ձեռնարկած միջոցառումներով պարզվեց, որ այդ զանգերի կենտրոնը ուներ հանցավոր ուղղվածություն եւ նախատեսված էր առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություններ կատարելու համար։ Գերատեսչությունից վստահեցնում են, թե Հայաստանում գործող նմանատիպ առերևույթ հանցավոր կազմակերպությունները փոխկապակցված են այլ պետություններում նույն մեխանիզմը կիրառող այլ կառույցների հետ, որոնք իրենց հերթին թիրախավորում են մեր հանրապետության քաղաքացիներին։ Հնարավոր եղավ պարզել նշված հանցավոր զանգերի կենտրոնի մեջ ներգրաված յուրաքանչյուր հանձի դերակատարությունը, այնկեղծ արտակների տվյալները, որի միջոցով վերջիներս թիրախավորում էին նոտարագրական քաղաքացիներին, ինչպես նաև այն կրիպտոդրամ բանակների հասցեները, որոնք օգտագործվել են հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները կանխիկացնելու համար։ Մեդիափորձագետներն ասում են, այսօր զեղծարարները շատ տարբեր ձևերով են մարդկանց հետ կապի մեջ մտնում։ Դրանք հիմնականում սոցիալական ցանցերն են։ Հիմա արդեն գնալով շատանում են հեռախոսազանգերով զեղծարարությունները։ Բջջային օպերատորները, ինտերնետ օպերատորները, այսինքն այն ծառայությունները, որոնց մեջ մարդիկ այսպես թաղված են իրենց առօրյայով եւ այդտեղ փորձում են մտնել։ Իսկ ինչպես հասկանալ, որ գործ ունենք զեղծարարների հետ։ Պետք է իմանալ մի քանի պարզ կանոն։ Եթե ձեզնից ուզում են անձնական տվյալներ, գաղտնաբար, քարտային կամ բանկային հաշվեհամար, կամ խնդրում են հեռախոսի համակարգչի մեջ ինչ-որ գործողություններ անել, ուրեմն զեղծարարների թիրախում եք հայտնվել։ Եթե նման զանգ կա կամ նամակ կա, այստեղ շատ պարզ է, եթե մարդ ունի փոքրիկ կասկած ազգում, կամ ինչպես ասացի, իրենից ավել պակաս բան են ուզում, կամ ինքը լավ չի հասկանում ինչ է իրենից ուզում, ամենալավը դադարել զանգը, առաջնային կապնել այն ընկերության հետ, որի անունից ձեր հետ խոսել էին, իսկ հետո եթե լուրջ գործա իրավապահ մարմիններին։ Մեդիափորձագետի խոսքով զեղծարարների տեսադաշտում միայն տարեցներն ու ժամանակակից տեխնոլոգիաներից ոչ այդքան լավ հասկացողները չեն։ Նրանք փորձում են թիրախավորել բոլորին, պարբերաբար թարմացնելով խարդախ, խորամանկ, բազմաքայլ սցենարներ։ Մերի Դանիելյան, Open Media։ Ոչ պակաս անհանգստացնող ու շատերից նյարդայնացնող մի թեմայի մասին եւս խոսենք։ Խցանումներ, դրանք դարձել են Երևանի երթևեկության հոմանիշ։ Ընդ որում զգացած կլինեք, որ արդեն ոչ ժամը կապ ունի, ոչ շաբաթվա ինչ օր է մայրաքաղաքի փողոցներում երթևեկությունը ծանրաբեռնված է։ Վիճակն արդեն այնքան լուրջ է, որ խցանումների դեմ պայքարի հանձնաժողով է ստեղծվել։ Ինչպես է այն փորձելու լուծել խնդիրները ու ինչ են այդ մասին մտածում վարորդները։ Մինչ իմ գործընկեր Աննա Հարությունյանը կպատմի, դուք էլ կարող եք ձեր կարծիքը գրել մեկնաբանություններում։ Անվերջ խցանումներ, երթևեկության քաոս, նյարդային սպասումներ, անհամբեր վարորդների ազդանշաններ։ Սա Երևանի ամենօրյա պատկերն է։ Այն բանից հետո, երբ անձամբ վարչապետը մայրաքաղաքի երթևեկությունը որակեց սարսափելի քաոս, ստեղծվել է ճգնաժամային կառավարման հանձնաժողով համակարգային լուծումներ գտնելու համար։ Երևանի քաղաքապետի գլխավորած հանձնաժողովն անցկացրել է առաջին նիստը, որի ընթացքում ուրվագծվել են գործողությունների հիմնական ուղղությունները։ Նպատակը՝ գտնել արագ եւ արդյունավետ լուծումներ։ Նոր հեծանիվ չենք հորինելու, շեշտը լինելու է իհարկե հանրային տրանսպորտի էլ ավելի զարգացման, ավտոմեքենաների, հենց բարդատար ավտոմեքենաների որոշակի սահմանափակումների, տեխնոլոգիական նոր լուծումների եւ այն ինչը որ կարող ենք քննարկել եւ իրականացնել կարճաժամկետում։
Քաղաքապետը նաև հիշեցրեց քաղաքային շարժունակության առաջնահերթությունների հիերարխիայի մասին։ Հիմնարար սկզբունք, որը պետք է ուղղորդի հանձնաժողովին իր հետագա որոշումներում։ Անվտանգությունը որպես առաջնահերթություն ֆիքսենք, որովհետև այնուամենայնիվ վերհիշենք, որ բուրգի վերևում հետիոտն է, հետո գալիս են հեծանվային եւ այդ տեսակի տրանսպորտային միջոցները, գալիս է հասարակական տրանսպորտը եւ ամենավերջում իր կարեւորության աստիճանով գալիս են ավտոմեքենաները։ Պայմանավորվեցինք 18 խաչմերուկների լուսացույցերի մրցույթի փաթեթում։ Ավտոբուսային գծերը դուք արդեն կներկայացնեք բոլորին եւ իհարկե ամենակարևոր հարցը, որը որ ֆիքսեցինք նաեւ պոտենցիալ սահմանափակումների օրակարգը, որը հաջորդ անգամ հենց դա պոտենցիալ քննարկենք։ Քաղաքացիական հասարակության փորձագետները զգուշացնում են, որ լուծումը պահանջում է համալիր մոտեցում։ Վարորդի ինկեր հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանը համոզված է, որ խնդրի լուծման առաջին քայլերից մեկը պետք է լինի քաղաքի երթևեկության սխեմայի արմատական վերանայումը։ Մենք վերջերս քաղաքապետարանի կողմից մի շարք փողոցները միակողմանի են դարձվում, բայց այդ գործընթացը պետքա շարունակական լինի եւ Երևան քաղաքում դեպի աչակողմե երթևեկություն է կոչվում, այդ երթևեկությունը պետքա փոփոխվի հենց այդպես, այսինքն միակողմանի փողոցներով, այսինքն դեպի աջ երթևեկելով վարորդները պետքա հասնեն իրենց ուզած ցանկացած կետին։ Տիգրան Քեյանը պնդում է ոչ միայն ավտոբուսային գծեր ստեղծելու, այլև երթևեկության այլ ասպեկտները կարգավորելու անհրաժեշտության մասին։ Քաղաքային տրանսպորտի հետ նաև պետքա թույլատրվի այն տրանսպորտային միջոցներին, օրինակի համար տաքսին, տաքսին պետքա նաև իրավունք ունենա այդ գոտիով երթևեկի։ Բայց մենք պետքա մինչ այդ որոշումը կայացնել եւ այդ հնարավորությունը օրենքով տալը, մենք տարբերակում ունենանք, թե ովքեր են տաքսի ծառայություն մատուցողները, որ տրանսպորտային միջոցներ են։ Դրա համար այդ ոլորտը արմատական պետքա կարգավորվի ոչ միայն հարկման համակարգով, որը վերջերս նաև փոփոխություն արեցին, այլ նաև որոշակի լիցենզավորման կամ առանց լիցենզավորման որոշակի պահանջներ պետք է թելադրվի։ Քեյանը մատնանշում է նաև մեկ այլ վճռորոշ գործոն։ Հենց վարորդների կարգապահությունը, որոնց կանոնների անտեսումն էլ ավելի է խորացնում խցանումները։ Վարորդները պետք է իրենց երթևեկության գոտիները շատ հաճախ չփոփոխեն, չփորձեն ինչ-որ մի մեքենա շրջանցելու համար, մի 3 մեքենայի համար խոչընդոտ հանդիսանան։ Դրանով չստեղծեն վթարային իրավիճակներ, դրանով վթարներ չլինեն։ Իսկ ինչ են մտածում այս ամենի մասին վարորդները։ Մենք փորձել ենք պարզել, արդյոք նրանք նկատել են որևէ դրական տեղաշարժ վերջին փոփոխություններից հետո։ Արդեն խթանումներ ա բոլորը։ Ինչին գոլնենք։ Այս վիճակը գոլնելու բան չկա, ցավը տանը։ Որ չես կարողանում աշխատես քշես, ինչ կայնում է ժամերով այս պրոբկի խաթր չես քշում։ Ոչ մի տարբերություն ես չեմ զգացել։ Ոչ մի բան չի փոխվել։ Չի փոխվել։ Ինչ է կատարվում։ Կենտրոն կարում ես մտնես։ Չես կամ, չեմ ասում ես կողքերը։ Մենք որ երկրորդական կար, դրանք են մաշնիկն են կայնած փագած, всё, կայնած վիճակը։ Տաքսի ես քշում, ասում ես իշխտեղը չես եթեն։ Հանուն այդ պրոբկի չես եթեն։ Թե որքանով արդյունավետ կլինեն ձեռնարկվող քայլերը եւ երբ երևանցիները կզգան իրական փոփոխությունը, ցույց կտան առաջիկա ամիսները։ Աննա Հարությունյան, Լևոն Ոսկանյան, Reopen Media։ Իդեպ խցանումների ժամանակ նաև մեքենաներից մեծ քանակությամբ թունավոր օդ է արտանետվում ու վատթարացնում Երևանի առանց այն էլ աղտոտված օդի վիճակը։ Բայց դա իհարկե պատճառներից միայն մեկն է։ Ձմռան մոտենալուն զուգահեռ էլի գործոններ են գումարվում։ Ըստ քաղաքապետի, այս օրերին Երևանի որոշ շրջաններում օդի աղտոտվածության աստիճանը կրկին հատել է թույլատրելի շեմը քաղաքացիների կողմից այրվող տերևների պատճառով։ Հենց այսօր առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել ու հորդորել չայրել չոր տերևները, քանի որ դրա հետևանքով արտազատվող ծուխն ու վնասակար նյութերը լուրջ վտանգ են ներկայացնում։ Կարող են լինել սրտանոթային խնդիրների սրացում, գլխացավ, հոգնածություն, նաև ընդգծում են, որ հատկապես խոցելի են երեխաները։ Ձմռան մոտենալուն զուգահեռ Երևանում քայլելը առողջության համար ավելի վտանգավոր է դառնում։ Սովորական դարձած փոշուն գումարվում են այրված տերևների արտանետած գազերը, սառը օդի կուտակումը։ Հենց երեկ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ վառված տերևների արտանետած գազերը ավելի վտանգավոր են, քան շինարարական աղբը։ Հիմա այսինքն քաղաքացիների միակ հույսը մնում է քամին կամ սպասվող թյունը։ Սրվում է խնդիրը հենց ձմեռվա ամիսներին եւ մասնավորապես նախորդ գիշեր մենք արձանագրեցինք օդի որակի էական վատթարացում պայմանավորված Հայաստանի Հանրապետության տարբեր հատվածներում խոշոր հրդեհներով, մասնավորապես օրինակ Ճամբարակում
խոշոր հրդեհներ էին տեղի ունենում, բայց իհարկե խոշոր հրդեհները մի վտանգավոր երևույթ են եւ ուզում եմ շատ հստակ արձանագրել այս տեսակ հրդեհները եւ իրենցից արտանետված տոքսինները, նյութերը էականորեն ավելի վտանգավոր են, քան շինարարական փոշին, քան այն փոշին, որի դեմ մենք շատ ինտենսիվ պայքարում ենք։ Երեկվա տվյալներով օդի աղտոտվածության մակարդակը Ավանարինջում 708 բալ էր։ Այն ամենաբարձրն էր ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Մեր նկարահանման պահին ամենաբարձր ցուցանիշը էլի Արինջում է 527։ Տարվա այս եղանակին շատերը վառելափայտով են ջեռուցում իրենց տները։ Ավինյանի խոսքով, երբ դրան զուգահեռ բակերում տերևներ ու աղբ են այրում, աղտոտիչները երկար ժամանակ մնում են օդում, ու այդ օդը մենք շնչում ենք։ Տեսեք, օրինակ վերջին նոյեմբերի 18-ից սկսած մինչև 3 օդի աղտոտված օդի մեջ մթնոլորտային օդում ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան որոշակիորեն աճում է, եւ եթե նախորդող շաբաթների ընթացքում մենք չունեինք սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից գերազանցում, արդեն նոյեմբերի 18-ից սկսած որոշ հատվածներում ունենք քաղաքի որոշ հատվածներում ունենք սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից արդեն գերազանցում։ Հիմա տարբեր մեթոդներով չափում են օդում փոշու ու տարբեր տարրերի կոնցենտրացիան։ Համացանցում տարածված է փոշեկուլի անցքը անձեռոցիկով փակելը ու որոշ ժամանակ միացնելը։ Սա իր գիտական տարբերակը ունի։ Նախորդ կշռում ենք մաքուր ֆիլտրը շերքով ու 4 նիշի ճշգրտությամբ ուղարկում ենք նմուշարման, այստեղ նույնպես պոմպի միջոցով է օդը կլանվում, ծավալն ենք հաշվի առնում, վերջնական արդյունքում արդեն նմուշարված օդից կլանված փոշին մենք կշռում ենք նորից կշերքով ու մաքուր եւ արդեն նմուշարված ֆիլտրի վրա արդեն ծավալից ելնելով նորից գրանցում ենք օդում փոշու պարունակությունը միլիգրամ մետր խորանարդով։ Մասնագետի խոսքով ցրտերի հետ սառաօդը մնում ու կուտակվում է Երևանում ու ամբողջ Արարատյան գոգավորությունում։ Օդի տուրբուլենտականությունը ու քամիները դադարում են, ինչի հետևանքով մայրաքաղաքում օդի աղտոտվածությունը խտանում է։ Անի Հովհաննիսյան, Վարդան Պողոսյան, Էդգար Գուլոյան, Ռեոփան մեդիա։ Այսքանը սիրելի հայրենակիցներ, չմոռանաք բաժանորդագրվել մեր էջին եւ անպայման գրել ձեր կարծիքը մեկնաբանություններում, որովհետեւ այն մեզ համար շատ կարեւոր է։ Իսկ մենք կհանդիպենք ցտեսություն։